Հայաստանի գինի կոնյակի համը աշխարհը լավ գիտի, բայց դրանց արտադրության եւ արտահանման գործընթացով այս տարի Հայաստանը զիջում է այլ երկրներին։ Կոնյակի արտադրությունը գրեթե 2 անգամ է նվազել, գինունը 1/3-ով։ ԵԱՏՄ երկրների շուկայում Հայաստանին մրցակից է Վրաստանը։ Մոտ 250 միլիոն դոլարի գինի են արտահանում։ Տնտեսագետը պարզաբանում է, Վրաստանը շուկան հեշտությամբ գրավում է մատչելիությամբ։ Հայկական գինիները ունեն իրենց բրենդը, իրենց մակարդակը, դա միջին եւ միջինից թանկ գինիներ են։ Այսինքն հայկական գինիները 10-ից մինչեւ 25 դոլար արժեն մեկ շիշը։ Եվ այդպիսի գինիները ավելի քիչ քանակով են արտահանվում եւ քանի որ դա կախված է ժողովրդի գնողունակությունից, դա կարծենք այն երկրները, որտեղ արտահանվում են, օրինակ Չինաստան, Ճապոնիա արտահանվում, շատ քիչ քանակով Եվրոպա, որոշ քանակով ԱՄՆ եւ Ռուսաստան էր արտահանվում, այդ երկրների գնողունակությունից կախված իրադրությունները կարող են փոխվել։ Կոնյակի պարագայում մասնագետի կարծիքով ավելի պարզ է։ Ռուսական շուկան հիմա էժան կոնյակ է պահանջում։ Տնտեսագետ Պարսյանը այս խնդիրը նախ կապում է ռուբլու փոխարժեքի կտրուկ աճի հետ, նաև այլ պատճառներ է տեսնում։ Երկրորդ խնդիրը լոգիստիկայի հարցերով, որոնք ի հայտ են գալիս վերելասի արձակետում, եւ երրորդ գործոնը դա պայմանավորված է մեր կոնյակի նկատմամբ նաև ռուսական շրջանակներում որոշակի տրամադրությունների փոփոխությամբ։ Մասնավորապես հայկական կոնյակի նկատմամբ նվազել է պահանջարկը։ Մասնագետները նկատում են նաև, որ ոսկերչական իրերի հումքի մշակումն էլ պակասել է։ 2023 թվականի նոյեմբեր ամսից սկսեց այս ոսկու տենդը Հայաստանում։ Հայաստանի միջոցով ռուսական ոսկին վերարտահանվում էր Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան եւ այլ ուղղություններով։ Եվ դրա հաշվին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճ գրանցեց։ Ինչը անշուշտ իր դրական այդպես էֆեկտ ունեցավ մեր արտահանման ցուցանիշների վրա։ Իրավիճակը փոխվեց 2024 թվականի մայիս ամսից, երբ արդեն վերարտահանումը նվազեց։ Ինչ վերաբերվում է մյուս ոլորտներին, ապա օրինակ ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է մոտ 31%-ով, ալյումինե փայլատիթեղինը 4.3%-ով, եւ փայլատիթեղը եւ ֆերոմոլիբդենը ի դեպ Հայաստանից Եվրոպա արտահանվող հիմնական ապրանքներն են։ Կարծում եմ, որ աշխարհում ընթացող վերադասավորումները, հատկապես նաև Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ-ի վերջին քաղաքականությունը եւ այլն, որոնք որ առաջացրել են կարող է մտահոգություններ եւ գումարների դեֆիցիտ, որովհետեւ գաղտնիք չի, որ նաև փոխպատի արտադրությունը կամ մոլիբդենի կիրառումը նաև ունի ռազմական նշանակություն։ Այսինքն ռազմական արդյունաբերության մեջ էլ քանակները Եվրոպայում նվազել են։ Մասնագետները հույս ունեն, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկը կաճի, եթե Եվրոպան փորձի սեփական ռազմական արդյունաբերությունը զարգացնել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։